Հարգելի հայրենակիցներ, սույն հրապարակային կարգով հաղորդում եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 173 հոդվածի համաձայն զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված առերևույթ հանցանքի մասին հրապարակված նյութը հիմք հանդիսանում քննիչների համար քրեական վարույթ նախաձեռնելու համար, այսինքն ամեն ինչը օրենքի համաձայն, ոչ ասեն, եկել է PR-ը լինի գնա, ու բացի այդ ուզում եմ նշեմ, ցանկացած իմ խոսքը, հիմա ինչի մասին ես խոսելու եմ, ինչի մասին հայտնելու եմ, բոլորը փաստաթղթով հիմնավորված են, այսինքն ցանկացած լրագրող կարող է փաստ ինձանից պահանջել եւ ես իմ խոսքերին հայտնած փաստը կներկայացնեմ փաստաթղթով, այլ ոչ թե օդում պտտվող խոսքերով կամ չգիտեմ, սենց։ Ուրեմն մոտ 2 ամիս առաջ ես տեսանյութ եմ հրապարակել, որը վերաբերում է Նոնոգ վարչական շրջանի Բաղյան փողոցի 2 դրոպինգ հասցեում իրականացված ապօրինի շինարարության եւ համայնքային հողազարդման դեպքին, որի առթիվ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը զրպարտության համար ինձ դատի է պատրաստում տալ, ու ճակերտավոր ասած, իրանք հաստատել են, որ նման դեպք կա ապօրինություն։ Հիմա ես խեմ այս կարգով ներկա ազատության լրատվական միջոցին նյութը կազմելու ժամանակ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը պատրաստում է ինձ զրպարտության համար դատի տալ։ Հիմա, հարգելի քաղաքացիներ, ուզում եմ հերթով հստակ փաստերով ներկայացնեմ, որ Տիգրան Ավինյանը, ինչպես նա է հայտարարել, որ փողի գողը գող է, հողի գողը գող չի, հրապարակային հայտարարում եմ Տիգրան Ավինյանի հայտարարության համաձայն եւ իր անգործությունների համաձայն Տիգրան Ավինյանը հողի գող է։ Հիմա հերթով, հարգելի հայրենակիցներ, Տիգրան Ավինյանի հայտարարությունը միացնեմ։ Ես նոր-նորքում ինքնակամ շինության հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Երևանի քաղաքապետարանը 7 անգամ ծանուցել է շինարարին, մերժել է ինքնակամ շինության օրինականացման իրենց հայտը։ Տիգրան Ավինյանի հայտարարությունը հստակ վերաբերվում է Նոնոգ վարչական շրջանի իմ հրապարակած տեսանյութին, որում ինքը հայտնում է, որ 7 անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան օրինականացնելու, Երևանի քաղաքապետարանը 7 անգամ մերժել է։ Հիմա սույն ուրա, ուղղակի կներեք, տվյալ գրությունով որ ասում եմ, բացի Տիգրան Ավինյանի խոսքերից, Տիգրան Ավինյանի խոսքերը ես նույն փաստաթղթով եմ հիմնավորում, որ Երևանի քաղաքապետարանը օրինականացումը մերժել է։ Ինչ հիմքով է մերժել։ Ժամկետների մեջ, որ կադաստրի կոմիտե չեն ներկայացրել, այսինքն օրինականացնելու համար։ Հիմա հարցը իրականում մերժելու մեջ չի, այլ Տիգրան Ավինյանի անգործության մասին է։ Շատերդ կհիշեք, որ ամիսներ առաջ ինչ, ասենց ասած, հնչեղ ապամոնտաժման աշխատանքներ էին իրականացվում Երևան քաղաքում, Հյուսիսային պողոտայում, Սարյան փողոցում, որից հետո Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ երբ որ համայնքային հողի վրա կառուցված ապօրինի շենք շինությունը դիմում է օրինականացման եւ քաղաքապետարանը մերժում է այդ օրինականացումը, մենք արդեն համապատասխանաբար նաև թողարկում են քանդման որոշումը, որովհետև իրականում դա է արդյունավետ ճանապարհը, որպեսզի մենք դες փուլ-փուլ սկսենք մաքրվել ապօրինի շինություններից։ Վարացին ես կրկնեմ Տիգրան Ավինյանի խոսքերը։ Համայնքային հողատարածքի վրա ինքնակամ ապօրինի կառուցած շինությունները, որ դիմում են Երևանի քաղաքապետարան օրինականացնելու եւ Երևանի քաղաքապետարանը մերժում է, դրանից հաջորդ համապատասխան թողարկում է քանդման որոշում։ Տվյալ դեպքում 7 անգամ
դիմել են Երևանի քաղաքապետարան օրինականացնելու, Երևանի քաղաքապետարանը 7 անգամ մերժել է օրինականացումը ու Երևանի քաղաքապետարանը քանդման որոշում չի թողարկել։ Կասեք ինչ շինության մասին է խոսքը։ Գյուղամթերքի շուկա է, հեսա ես փուլ առփուլ, հեսա ամեն ինչ կներկայացնեմ։ Տիգրան Ավինյանի անգործությունը հենց դրանում է կայանում։ Հիմա շարունակեմ։ Ուրեմն, երբ տվյալ շինությունը, գյուղամթերքի շինությունը 2014 թվականին դեռ նոր է սկսել աշխատանքներ իրականացել, ես գրավոր դիմումով Երևանի քաղաքապետարան եմ դիմել, հարցրել եմ եւ նկար եմ գցել։ Տվյալ շինարարական աշխատանքները, որ իրականացվում են, շինարարական թույլտվություն ունեն, թե ոչ։ Երևանի քաղաքապետարանից պաշտոնական գրությամբ ինձ հայտնել են, որ տվյալ աշխատանքները կատարելու համար կա շինարարական թույլտվություն։ Մեկ տարի անց, մի տարի անցել արդեն շուկան կառուցվել է, ու արդեն ես բացահայտել եմ, որ դա ապօրինի է եղել, Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ շինարարական աշխատանքները իրականացվել են առանց շինթույլտվություն։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ սուտ տեղեկատվություն է տրամադրել, որպեսզի իրավական խոչընդոտներից խուսափեն։ Այսինքն, որ ես հաղորդում չներկայացնեմ, շին աշխատանքները չդադարեցվեն։ Հենց շինթույլտվությունն է գրված, այսինքն թե այն ինչ որ կատարում են այդ աշխատանքները, այսինքն հասկանանք շինթույլտվությունը տալիս են, որ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Նաև այդ ամեն հողային աշխատանքներ, չգիտեմ, ինչ որ այլ բաներ։ Կառուցման շինարարական թույլտվություն, կառուցման համար, նույնիսկ գրավոր պատասխան ունեմ Երևանի քաղաքապետարանից տրամադրած պաշտոնական տեղեկատվությունը, որը արձանագրվում է, որ կարդամ, բառացի կարդամ, Բաղյան փողոց 2 դրոպինգ հասցեում համայնքային հողամասի վրա կառուցված ինքնական շինության վերաբերյալ հայտնում ենք, որ վերնշված հասցեով քաղաքացի Նորիկ Հովհաննիսյանի լիազորված անձ Կարեն Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է դիմում սեփականության իրավունքով պատկանող եւ կից համայնքապետ պատկան հողամասներում գտնվող ինքնական իրականացված շինությունների օրինականացման համար, այսինքն այն ինչ որ ես ասում եմ, որ ապօրինի է, շինթույլտվություն չկա, համայնքային հող են զավթում եւ Տիգրան Ավինյանը պատրաստում էր ինձ դրա համար զրպարտության համար դատի տալ, այդ ամեն ինչը փաստաթղթով պաշտոնական գրությամբ հաստատվում է։ Այսինքն ինչ է ստացվում, որ այդ ամենը իրականացվել է բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության ներքո։ Հակառակ դեպքում սուտ տեղեկատվություն չէր կարող տրամադրվել։ Միևնույն ժամանակ, որ շինարարությունը իրականացել են, վնասել են համայնքային գույքը, մայթը, որը ըստ օրենքով էլ ամեն կարգավորումները գույքը պետք է վերականգնել շինարարը շուկայի, բայց այդ գույքը վերականգնում է Երևանի բյուջեի հաշվին, վերականգնում է Երևանի քաղաքապետարանը, տենդեր է հայտարարել եւ այդ տենդերով այդ միայն շուկայի հատվածի այդ շինարարի կողմից քանդված մայթը վերականգնում է։ Հասկանում եք, դա մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Հիմա մյուս հայտարարությունը ասեմ, երեկվա իմ հրապարակման մեջ ես նշել եմ, որ այս հայտարարությունից հետո պետքա ձերբակալություններ ունենք, բայց մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ նման բան չի կարող տեղի ունենալ, եւ քանի որ ես հետեւողական եմ լինում իմ գործունեությամբ, ես դատախազություն դիմում էի գրել տվյալ դեպքի արդիվ, որ քրեական գործ հարուցեն։ Քրեական գործ չեն հարուցել, որովհետև այդ դիմումի մեջ կար Տիգրան Ավինյանի անունը։ Ժողովուրդ ջան, այս մի ծրարի մեջ քրեական վարույթը չհարուցելու, մերժելու դիմումն է, այս մի ծրարի մեջ քրեական վարույթը նախաձեռնել են։ Գիտեք, այս երկու ծրարի մեջի բովանդակություն իմ հանցագործության մասին այդ հաղորդումը ինչով է տարբերվում։ Մի բանում նույն բովանդակությամբ ուղղակի առանց Տիգրան Ավինյանի անուն ազգանունը հանել եմ։ Այսինքն այս երկու ծրարի մեջ իմ երկու հաղորդումները նույն բովանդակությամբ են, նույն իմաստն են, նույն շարադրանքն է, ուղղակի մեկի մեջ կա Տիգրան Ավինյանի անունը, որի արդիվ քրեական գործ չեն հարուցել, Տիգրան Ավինյանի անունը հանում են, քրեական գործը հարուցում են։
Այդ Տիգրան Ավինյանի անունը մանդատ, հա, պողպատը։ Առաջինը ներկայացրել է։ Իհարկե Տիգրան Ավինյանի անունով։ Ու քերական վարույթ չեն նախաձեռնել։ Բա հիմա բաց չի, որ Տիգրան Ավինյանին չեն ձերբակալի։ Ու հիմա ավելի հստակեցնեմ։ Մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ միջադեպը, որովհետև ինչ էր տեղի ունեցել Գյումրի քաղաքապետի ձերբակալության հիմքերը։ Առաջին թույլտվություն Գյումրիում կառուցել են շուկա, հասարակական շինություն։ Եվ ըստ մամուլի հրապարակած քննչական կոմիտեի մի խոսքով տեղեկատվության եմ հայտնում էլի, օրինականացնելու համար, այսինքն կներեք, ու այդ շինությունը, որը կառուցվել է, ենթակայա քանդման ենթակա շինությունը փորձել են օրինականացնել, չի ստացվել եւ այլ այդ դեպքի ձայնագրությունների հիման վրա ձերբակալել են։ Այսինքն տվյալ գործի պարագայում կար ըստ հրապարակած տեղեկության կաշառք ստանալու գործառույթ, սենց։ Իսկ տվյալ դեպքում նույն բանն է Տիգրան Ավինյանի կողմից նույն համայնքապետա, քաղաքապետա, հա, այսինքն բերեք տարբերություն չդնենք, տարբերություն նրանում է մեկը ընդդիմադիրը, մեկը ԿՊ-ի սրտի քաղաքապետն է, նույն շինությունը քանդման ենթակա շինությունը, որը ստե է քանդման ենթակա Բաղյանինը, չի քանդում, ժողովուրդ ջրխի չի քանդում։ Իր հայտարարություններով քանդման ենթակա է ու փաստաթղթով քանդման, այսինքն ոնց է լինում, ուրիշ դեպքերում Հյուսիսային պողոտայի շինությունները, Սարյան փողոցի շինությունները քանդում են, բայց տվյալ դեպքում չեն քանդում։ Ու տվյալ դեպքում, ժողովուրդ ջան, այդ գյուղամթերքի շուկան կառուցվել է կեսից շատ հողատարածքը համայնքային հողատարածքի վրա։ Այդ հողատարածքը գտնվում է 6-րդ գոտում Երևանի քաղաքապետարանի աճուրդների ցանկում, կարող են ցանկացած քաղաքացի հենց հիմա մտնեն իմ խոսքերը ստուգեն։ 6-րդ գոտում աճուրդային մեկնարկային գինը 1 քառակուսի հողատարածքի արժի 350,000 դրամ։ Ես առնվազն 500 քառակուսի եմ հաշվում, էլ ավել չեմ ասում, որ աճուրդի ընթացքում կավելանա եւ այլն եւ այլն։ Այսինքն դրեք հաշվեք, տեսեք ինչ կան գումարների մասին է խոսքը գնում։ Շին թույլտվություն չեն անել, նախագծման թույլտվություն չեն արել ու այդ ամենը շուկայի կառուցման աշխատանքները իրականացվել է նոր վարչական շրջանի թաղապետարանի գրեթե դիմացը Գայի պողոտայի մոտ, այսինքն անհնար է, որ այդ ամեն ինչը թաղապետարանը, Երևանի քաղաքապետարանը տեղեկացված չլինի, որ առանց շինթույլտվություն շինարարություն են իրականացնում։ Սկսվել է, այո։ Հիմա ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ չեն քանդում։ Ինչն է, ով է կանգնած դրա հետևում։ Ես հրապարակային այդ ամեն ինչի հետևում կանգնած է Տիգրան Ավինյանը, այդ ամեն ինչն հենց հովանավորում է Տիգրան Ավինյանը։ Հակառակը, ես ասեմ, հակառակը Տիգրան Ավինյանը այդ խոսքերը հերքելու համար, ապացուցելու համար շատ պարզ տարբերակ կա։ Քանդման ենթակա շինությունը, որը գտնվում է Բաղյան 2 դրոպինգ հասցեում, թող գնան քանդեն, քանդման որոշում տան, գնան քանդեն։ Ես գրություն եմ ուղարկել Երևանի քաղաքապետարան, որ իր հայտարարությունները, պաշտոնական գրությունները հղում կատարելով հարց եմ ուղղել։ Խի քանդման որոշում չեք թողարկում։ Կարեք ասեք, ինչ են պատասխանել։ Չէ, դուք ասեք։ Չեն պատասխանել դիմումից։ Վեր, ինչ պատասխանել, ժողովուրդ։ Չեն պատասխանել, ամենահեշտ տարբերակն է։ Երբ եք ուղարկել։ Ամիս ամսաթվով չեմ կարող ասեմ, բայց հաստատ 3 չեմ։ Ժամկետը սպառված է, նո եթե չեմ հիշում, երևի, այո, ոնց որ հա։ Չեմ նայ, որտեղ շատ Թաղապետարան հարցում ուղարկել եք, տեղյակ եմ ոչ։ Դե թաղապետը հարցում չեմ ուղարկել, թաղապետը հրապարական, եթե չեմ սխալվում, Ֆակտոր TV-ին հարցը Մարատ Սևոյան հայտարարել է, որ քանդման հարցն են քննարկում, թե այդ 2 ամիսի ինչ հարց են քննարկում, չգիտեմ, երբ որ մի մարդ գիշերով մի մետր ցանկապատ առաջ տանում կամ չգիտեմ, մի հատ լուսամուտի տեղ են բացում, միանգամից առավոտշուտ գալի գլխներին կանգնում են, տուգանում են, աշխարհով մեկ հրապարակում են, մենք սենց ապօրինություն կանխեցինք կամ գնում են շինություններ են քանդում, նկարում հրապարակում են, բախի տվյալ դեպքում չեն անում։ Շուկան մի քանի հարգանիչի Ստորգետնյա հատվածել ունի, 2 հարգանի, էլի, հա։ Հիմա գործում է դա։
Տվյալ դեպքում չէ, հեսա հարցը շատ լավն էր, հեսա ես հիմա շարունակություն ասեմ։ Ուրեմն, եթե չեմ սխալվում, 2024 թվականին, երբ որ այդ շինարական աշխատանքները նոր էին մեկնարկում եւ այդ հարցի վերաբերյալ մեկ Երևանի քաղաքապետան բարձր աստիճան պաշտոնյայի զրույցում ինքը ասել է դե շուկան սարքում ենք, հեսա շինթույլտվությունը կլինի, բան եւ այլն, դե ես ասում եմ լավ, հիմա ասում եմ հիմա դե ինչ են սարքում, ասում եմ գյուղամթերքի շուկա, իսկ բոլորս մասիվի բնակիչները գիտեն Mercedes-Benz-ի հատվածում ինչ փողոցային առևտուրա տեղի ունենում։ Դա հենց գտնվում է Թաղապետարանի դիմացը։ Մենք տեսնում ենք, որ Երևանով մեկ փողոցային առևտուրը ոնց են մարկանցից գույքը արգրավում են։ Տվյալ դեպքում մասիվի փողոցային առևտուր անող մարկանցից գույքը չեն արգրավում։ Գիտեք խի։ Հստակ իմ հարցը ես եմ տվել, ինձ հարցի տվել, ասել է, դե ինչ արգրավենք, իրանք գնալու են, հենց շուկան սարքեն, իրանք տաշելով տանելու ենք այդ շուկա։ Դե թող դրանից հետո մեկը փորձի փողոցում առևտուր անի։ Այսինքն ցանկացած այդ փողոցային առևտուրի համար իրականացնող մարկանց կոռուպցիայի մատերիալ են անում։ Եթե օրենքը բոլորի համար հավասար է, թող բոլորի հավասար լինի, այլ ոչ թե տաշելով չտուգանեն, չարգրավեն, որ հետագայում իրաց տշելով տանեն շուկա։ Այդ տարածքը կառուցողը ով է, ինչ կապ ունի օրինակ Ավինյանի հետ, քաղաքապետանի, իշխանության հետ, որ պետք է իր նկատմամբ կոռուպցիայի մեջ եք մեղադրում։ դրական վերաբերմունք։ Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հեսա ասեմ։ Ըստ մամուլի հրապարակած տեղեկությունների տվյալ սեփականատերերը անմիջապես կապ ունեն Տիգրան Ավինյանի հետ, իրեն մտերիմներն են։ Այդ ամեն ինչը հաստատվում է Տիգրան Ավինյանի անգործությամբ ու մեկ հարց ժողովուրդ ջան, ընդունենք մի պատկերացնենք, պատկերավոր, հա, որ Երևանի քաղաքապետարանը այդ ապօրինությունը չի տեսել, որ ապօրինի շուկային սարքում մեկ տարվա ընթացքում։ Ոնց է լինում, որ Երևանի քաղաքապետարանը կառուցված շուկայի մայթը գալիս է, չէ՞, ասենք թաղապետա գալի, քաղաքապետն է գալի, չգիտեմ, ծրագ որ որոշում է օրինակ, այս քանդած մայթը պիտի վերականգնենք, որը այդ կառուցապատողն է քանդել։ Չի հարցնում, անգետ ջան, բայ դու ես քանդել, դե դու էլ վերականգնի։ Խի է այդ մայթը կառուցապատում, վերանորոգում երևանցիների գումարներով։ Ակնհայտ, այդտե կա հովանավորչություն, հակառակ դեպքում իմ խոսքերին հակառակ ապացուցելու համար կա մի հիմնավոր պատճառ։ Թող գնան, քանդեն, բայց իրանք ինչը հայտարարում են զրպարտություն, Տիգրան Ավինյանը դատի կտա, բայց իրականում ես ճիշտ եմ ասում։ Ժողովուրդ ջան, մեկ պարզ հարց, մեկ էլ դիտարկում հարց չէ։ Այդ ամեն ինչը հաստատող, որ Տիգրան Ավինյանը ըստ երևույթի անհնար է առանց իր իմացության դա տեղի լինի։ Ոնց կարելի է պաշտոնական սուտ տեղեկատվություն տրամադրելը, որ մեկ դիմումում ասում են շինթույլտվություն կա, մեկ ուրիշ դիմումում մեկ տարի անց, երբ որ արդեն շինությունը կառուցվել է, հայտարարում են շինթույլտվություն չկա։ Դա հենց ձերբակալության հիմքեր է ակնհայտ։ Հաղորդման մեջ այդ մասով սովյաններ տվել։ Այո, ամբողջովին տվել եմ, ես նորից եմ կրկնում։ Ձերքումս երկու ծրայր կա։ Երկու ծրայրում էլ նույն բովանդակությունն է, նույն նախադասությունները, նույն հանցանքի մասին է։ Մեկ ծրայրի մեջ հաղորդումը, որ ես գրել եմ, Տիգրան Ավինյանի անունն է, հաղորդումը քրեական վարչության նախաձեռնել, նույն բովանդակություն, նույն հաղորդումն է, ամեն ինչ նույնն է, Տիգրան Ավինյանի անունը հանել եմ, քրեական վարույթ նախաձեռնել եմ։ Որոշումներ կայացնողները նայեք, նույն մարդիկ են։ Հեսա նայենք։ Մեկ էլ ամսաթվերն էլ էլի ճիշտ ասեցիք։ Ես կարամ ձեզի տրամադրեմ Քանի օրվա տարբերությամբ է։ մոտավոր մեկ ամսվա, հեսա։ Հասկանալ։ Էսի 11-10-ին, էսի Գյուլասարյանա, Գյուլասարյան, ընկացկով տարբեր կլինը։ Հա,
նույն մարդիկն են։ Նույն մարդիկն են, հես են հարգելի Գյուլասարյան։ Ամսաթիվն է Էդ ես չէի նկատել։ Այսինքն, էսի դեկտեմբերի 9-ին է հարուցվել, քրական գործը հարուցել են դեկտեմբերի 9-ին, այն որ մերժել են եղել է անցած նոյեմբերի 10-ին, այսինքն մեկ ամսվա տարբերությամբ նույն դատախազն է եղել։ Այսինքն ժողովուրդ ջան, էդ էլ այն որ ասում եմ մենք բոլորս իրար հետ բացահայտեցինք, այսինքն նույն դատախազը, նույն մարդը, այսօր փաստաթղթով կա, նույն հանցագործությունը, որտեղ Տիգրան Ավինյանի անունը կա, քրեական վարույթի նախաձեռնում, այն մյուսով, որտեղ Տիգրան Ավինյանի անունը կա, հանածա քրեական վարույթ նախաձեռնումը, տենց ո՞նց է լինում։ Հիմա վարույթ նախաձեռնել թիրեք նշանակի կորուպցիայի չափի։ Տեսեք, ո՞նց է հաշվառ։ տեսեք, ես նորից եմ կրկնում, ուրեմն նայեք, շինությունը կառուցվել է առնվազն մոտավոր 946 քառակուսի։ Սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի մակերեսը կազմում է 436 քառակուսի, այսինքն շուրջ 500 քառակուսի եւ ավել համայնքային հողատարածք է հանդիսանում։ Այնտեղ մի քիչ շատ շեղումներով այնտեղ մի քիչ հարմար չի եղել չափելը, դրա համար կլորցած 500 եմ ասում, թեպետ 500-ից ավել է։ Հիմա ես այդ գինը որտեղից եմ ստանում, նորից եմ կրկնում, այդ հողատարածքը գտնվում է 6-րդ գոտում։ Երևանի քաղաքապետարանի աճուրդներով աճառվող հողատարածքները մասիվի 6-րդ գոտում գտնվող հողատարածքի մեկնարկային գինը կազմում է 350,000 դրամ։ Հիմա բոլորս 500 անգամ 350,000 դրամ, 175 միլիոն դրամ, հետը բաժանենք, դոլարի, 454,000 դոլար, առնվազն այդ կան, մեկնարկային գինը, հետի շուկայական ես գին չեմ ասում, բայց եթե մենք հաշվենք շուկայական արժեքով, շինթույլտվության արժեքը, նախագծման արժեքը, եւ այդ բոլորը իրար հետ, տեսեք ժողովուրդ ջան, մոտավոր 700,000 դոլար գումար է կազմում։ Դրանով քանի հատ մանկապարտեզ կարային նորոգեն կամ բակերում խաղահրապարակներ կառուցեին։ Գներեք, մեկ էլ վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ որոշումը դուք ստացել եք, Այո, մենակ հեսա։ եք ստացել, այդքան այդ եք ստացել, Այո, մի որոշում տենց լուրջ հիմնավորումներ կան թե չկան, էլի, այսինքն ինչ հիմքով է մերժվել այդ մոդելը։ Եթե չեմ սխալվում, բան ըստ ենթադրությունների էր ինչ որ հաղորդումը կազմված, հեսա բոլորս իրար հետ Մերժման հիմքը որն է։ Մերժման հեսա հիմքը կարթ է։ հարուցելու հիմքը հասկանանք, էլի, մի հատ Ես պատրաստ եմ էլի այս թղթերը լրատվամիջոցներին տրամադրելու էլի։ կամ գաղեք տրամադրել։ Մի քիչ առաջ։ Ես գալ առաջ արա էլի։ Գաղեք դրանք տրամադրել։ Բերեք ես տրամադրեմ, ես քամին է փչում այդքանը ամփոփ։ Լավ, կարդանք էլի, քանի եղել է, հետո չասեմ բանը։ Ամփոփելով վերոշարադրյալը գտնում եմ, որ դիմողի կողմից պատշաճ կերպով չի ներկայացվում ու չի նկարագրում ու չի փաստարկում այնպիսի դեպք, որին ողջամտորեն կարող էր տրվել քրեական վարույթ։ Այսինքն Տիգրան Ավինյանի անունը արկայությունը էդի ողջամիտ հիմքեր չեն հանդիսանում։ Ես ես պատրաստ եմ տրամադրեմ, Հիմա փաստորեն դուք Իսկ մյուսը ոնց է գրած։ կարդանք ես մեկ վարքյան։ Ողջամտորեն։ Ու քրեական վարույթը քիչ հոդվածներով են նախաձեռնել, ընդ 447-ով են նախաձեռնել կամ եթե չեմ սխալվում 48-ով, հեսա կնայեմ։ Այսինքն իմ գրած հոդվածով են նախաձեռնել, բայց առնվազն տվյալ դեպքում մի 5 հոդվածով պիտի լիներ, էլի։
Այսպիսով Արտուր Չախոյանի հաղորդման փաստում է պատասխանատու պաշտոնատար անձի կողմից հողամասի ինքնական զավթում եւ շենքի կամ շինության ինքնական կառուցումը կասեցնելու պարտականությունը չիրականացնելու դեպքը, որը ողջամտորեն կարող է տրվել Քերական օրենսգրքի 447 հոդվածի առաջին մասով սահմանված հանցավոր արարքի համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Այսինքն հոդվածներն էլ են քիչ գրել, ստեղ 441, 445, 47, 448 հոդվածներ տվյալ դեպքում կան, որտեղ կեղծ տեղեկատվություն տրամադրել կա, որ դա արդեն 441-ն է։ Չէ, մեկը 45, չէ, 5-ն է կամ 41-ն է։ Ուրեմն 445-ն է, այսինքն այդ հատկանը քերական վարույթներն են, էլի թեթևի մեջ են, էլի հարուցը, հոդված չեն դրել։ Հիմա դուք փաստորեն այստեղ հաղորդումը ներկայացրիք, վերջ համարում եք ավարտված այս փուլում, չէ՞։ Այո, առայժմ այսքան, բայց ես հետևողական եմ լինելու եւ տարբեր միջոցները իրականացնելու եմ, ձեռնարկելու եմ, որ այդ ապօրինությունը կանխվի, մասնավորապես, որ համայնքային հողատարածքի վրա կառուցված ինքնական շինությունը ապամոնտաժվի։ Հակառակ դեպքում, տվյալ դեպքում օրենքը բոլորի համար չի գործում։ Ոնց է լինում, ուրիշի համար գործում է, նույն բանի համար քանդում են, տվյալ դեպքում չեն քանդում։ Մեկ էլ ձեր տարածած հայտարարության մեջ ասում եք հաղորդում եմ պատրաստում ներկայացնել եւ մամուլի հրապարակումն եք դիտարկում։ Բայց փաստացի ներկայացրել եք գործն էլ հարուցվել է այս բահի դրությամբ։ Այսինքն այստեղ շատ շնորհակալություն, շատ լավ հարց եք տալի։ Ուրեմն տեսեք, քրեական վարույթը նախաձեռնել են այդ ապօրինի ինքնական շենքի կառուցման, հողազավթման պարտականությունը չիրականացնել։ Երկրորդ հաղորդումը պետք է հարուցվի Տիգրան Ավինյանի մասով, անգործություն ցուցաբերելով, չէ՞ որ Տիգրան Ավինյանն է հայտարարում, 7 անգամ դիմել են օրինականացնելու, մերժել են ու Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ համայնքային հողի վրա կառուցած ինքնական շինությունը, որ դիմում են օրինականացնելու, քաղաքապետարանը մերժում է, թողարկում են համապատասխան քանդման որոշում ու չեն թողարկի, այսինքն մեկ անգամ չեն դիմել, 7 անգամ ժողովուրդ ջան, 7 անգամ անգործություն է ցուցաբերել, որի արդյունքում սուտ տեղեկատվություն տրամադրելով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս, մոտ $700,000։ Այսինքն ոչ ոք չի կարող ասի սուտ եմ ասում, որտեղ հստակ փաստաթղթերով կա։ Շնորհակալություն։ Ես եմ ձեզանից շնորհակալ, որ լուսաբանեցիք։ Հուսանք քրեական վարույթը նախաձեռնել, բայց չեմ հավատում։